Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Տիկին Խամոյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Խամոյան, վերջի օրերին մենք ականատես ենք լինում հետեւտրական մի այնպիսի զարգացման, որի մասին Նիկոլ Փաշինյանը նախօրոք հայտարարել էր ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ իր ընդդիմախոսներին նստեցնելու է, ունեզրկելու է, բոմժ է դարձնելու։ Խոսքը հիմա Գագիկ Ծառուկյանի մասին է։ Ամբողջ պատկերը, եթե դուք գնահատեք, թե ինչպես նրան բերման ենթարկեցին, ինչպես նրա տնից տարան կենդանիներին, այս ամբողջ պատմությունը մեզ ինչ է հուշում, արդյոք ընդդիմադիր մյուս լիդերները եւս մտածելու բան չունեն։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ համատեքստում նկատի ունեք ընդդիմադիր մյուս լիդերները։ Դե միայն Ծառուկյանին չի սպառնացել։ Բան չունեն, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախը դա եղել է Հայաստան Դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսինքն Նիկոլ Փաշինյանի գործելավոճի մեջ որևէ նորություն առնվազն մեզ համար չկա, ընդդիմադիր խորհրդարանական ամենամեծ ուժը, ուժեղ Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում իր մաշկի վրա արդեն զգացել է իշխանությունների ամբողջ գործելավոճի պերճանքն ու թշվառությունը ըստ էության, այդ մասով բնականաբար որևէ նորություն կարծում եմ լինել չի կարող, դուք տեսաք նաև, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կերպով ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ավելի կոնկրետ ուղիղ Նիկոլ Փաշինյանի ցուցումով եւ հրահանգով արգելեցին, որ երկրից դուրս գա։ Չնայած նրան, որ կանխելով Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանական հնարավոր այսպես բեմականացումները նախորոք գրասենյակը հայտարարություններ տարածել, որ մի քանի օրով երկրորդ նախագահ մեկնելու է երկրից եւ վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն։ Ինչ եմ ասում, ակնհայտ ապօրինություն, որովհետեւ նախ պետք է, քանի որ առաջնորդում էր ցուցակը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան Դաշինքի ցուցակներ առաջնորդում, պետք է իրավական գոնե ընթացակարգերը պահելու տեսանկյունից նախ անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն ստանար կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նոր հետո այդ անհասկանալի ինձ համար մանկապարտեզ հիշեցնող գործը հարուցեին, բայց դուք տեսաք, որ նախ արգելվեց իր մուտքը Հայաստանի իր ելքը Հայաստանի Հանրապետությունից, հետո միայն այդպես ափալ-թափալ միջնորդություն ներկայացրեցին ԿԸՀ-ին եւ զրկեցին անձեռնմխելիությունից։ Որևէ նորություն մեզ համար կարծում եմ կամ առավել եւս մեզ համար լինել իհարկե չի կարող։ Մենք այս ամեն ինչի մասին զգուշացրել ենք բնականաբար, որ այս բռնաճնշումները եւ նախորդող տարիների ընթացքում ենք իդեպ զգուշացրել մարդկանց, ովքեր հետաքրքիր է, որ նաև նախորդող տարիների ընթացքում, 5 տարիների ընթացքում կամ դրանից էլ անգամ ավելի առաջ միշտ մտածել են, որ իրենց դռանը չի հասնի։ Այն բռնաճնշումները, որ գործադրում է այս իշխանությունը, գործադրում է Նիկոլ Փաշինյանը, միշտ մտածել են, որ իրենք կարող են, չգիտեմ, լռելով կամ չհակառակվելով կամ պասիվություն դրսևորելով, քաղաքական պասիվություն դրսևորելով, ավարտեմ, քաղաքական պասիվություն դրսևորելով միշտ մտածել են, որ կարող է իրենց դռանը չչոքի այս ուխտը, բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար եւ այն բոլոր խոստումները կատարելու համար, որոնք ինքը տվել է արտաքին խաղացողներին, իր հովանավորներին կատարելու համար պատրաստ է ամեն ինչի եւ պատրաստ է անցնելու բոլորի վրայով։ Բայց ձեզ ընդդիմախոսները այսօրին ասում են, տեսեք, Գագիկ Ծառուկյանի դեմ նման գործողություններ են, բայց որտեղ են ընդդիմադիրները, ինչու են լռում, չնայած եղան հայտարարություններ, բայց ինչու այնտեղ կանգնած չեն խոսում, չեն գալիս աջակցելու, նրա առանձնատուններ 13 ժամ խուզարկում, ինչու այնտեղ չենք տեսնում իրենց, այսպիսի խոսակցություններ եւ մեղադրանքներ կան։ Այս տարիների ընթացքում մեր դաշինքի անդամները, Հայաստան խմբակցության պատգամավորները բազմաթիվ հասցեներում են եղել, բազմաթիվ հասցեներում, երբ որ իրականացվել են խուզարկություններ, երբ որ մարդիկ ենթարկվել են ապօրինի հետապնդումների,
Ես չգիտեմ իրականում ով է հաշվարկ իրականացնում, այսպես ցուցակագրումներ է անում, ով ում տան մոտ էր, ով ում տան մոտ չէր, բայց եւ Սամվել Կարապետյանի մասով, եւ Գայք Ծառուկյանի մասով երեք մեր խմբակցության падգամավորները, մեր դաշինքի անդամները եղել են եւ աջակցել են, դրան նաեւ հաջորդել է Հայաստան դաշինքի անունից հայտարարություն, դրան հաջորդել է կուսակցությունների կողմից արված, մի քանի կուսակցությունների կողմից արված հայտարարություն, բայց ես նաև այդ իրադարձությանն եմ ուզում անդրադառնալ, քանի որ առիթ չեղավ գնահատական տալու, մեկ բառով խայտառակություն է ինձ համար, անկեղծ եմ ասում։ Ես երբեք Գայք Ծառուկյանի այսպես քաղաքական երկրպագուն չեմ եղել բնականաբար, գուցե եղել են իրավիճակներ, որ թերահավատորեն եմ մտածել իր քաղաքական գործունեությանը, գուցե եղել են իրավիճակներ, որ ինչ-որ բաներ չեմ հասկացել, հասկանում եք, բայց գիտեք, պարզ մարդկային տեսանկյունից այնքան զազրելի էր այդ տեսարանը, երբ որ 30 դիմակավորված հաղթանդամ տղամարդիկ հատուկ կադր ստանալու համար, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը հովանա, ոնց էր մարտի 1-ին ասում, հոգիս փառավորվում է, չէ՞։ Ինքը պարբերաբար ինչ որ իր հոգին փառավորելու կարիք ունի, հասկանում եք։ Միայն նրա համար, միայն դրա համար, որ իր հոգին փառավորվի, ինքը իրան լավ զգա, այդ օրը հանգիստ կարողանա քնել եւ ժողովրդական լեզվով ասած մուրը կարողանա քարոզարշավի ընթացքում կուտակած Գայք Ծառուկյանի վրա, որ կարողանա պարպի այդ ամեն ինչը, հասկանում եք, 30 հաղթանդամ տղամարդ, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, ես 3 ամոթ եմ ապրել, ես անկեղծ եմ ձեզ ասում, ես շատ ընկերներ եմ ունեցել, որ ծառայել են ազգային անվտանգության ծառայությունում, ու ես նաև իրենց փոխարեն ամոթ էի զգում երեկվա կադրերի համար, որտեղ ազգային անվտանգության ծառայությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի մանր վրեժխնդրությունը, մանր, հասկանում եք, փոքրոքի վրեժխնդրությունը ի կատարածելու մանր գործիք։ Ես ամոթ էի ապրում դրա համար։ Ես կարող եմ փաստել, որ այսօրվա ազգային անվտանգության ծառայության տնօրենը բացարձակապես կապ չունի ազգային անվտանգության ծառայության հետ։ Ոչ հասկանում է այդ կառույցը ինչի համար է։ Իսկ այդ կառույցը տարիներ շարունակ շատ կարևոր գործառույթ է իրականացրել մեր երկրի համար։ Ու նախորդող տարիների ընթացքում այդ ծառայության հիմքերը քայքայելու, քանդելու process-ը հիմա էլ Անդրանիկ Սիմոնյանին դրա գլխին նստեցնելու եւ դրանով այդ ամբողջը փաթեթավորելու, այդ կառույցը դարձնելու, չեմ էլ ուզում լավ այլ բառով որակել, թե այսօր ինչի է վերածվել ազգային անվտանգության ծառայությունը, ես իսկապես ամոթ եմ զգում։ Իսկապես ամոթ եմ դրա համար զգում։ Կամ այդ մանր վրեժխնդրությունը, էլի։ Դա է ուզում ասել, դա մանր դուք հասկանում եք, մարդը ամբողջ այս ընթացքում, քարոզարշավից հետո, ամբողջ ընթացքում ինքն իր հոգում, մտքում սևեռվել է այդ մտքի վրա, որ պետք է Գայք Ծառուկյանի առյուծներին, ինչա սպառնացել էր, որ եթե չապացուցի, բայց ասենք մարդը ինչ էր արել, մարդը իր նախաձեռնողականությամբ չէր հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրում է Որցառլուծի վանդակ, մարդը պատասխանել էր հերյուրանքներին, ասում է, եթե դու ապացուցես, որ ես դավաճան եմ, եթե դու ապացուցես, որ ես դավաճան եմ, տար ինձ պատիտակ գնդակը Հարի Հանրապետության հրապարակի, բայց եթե չես ապացուցում դա, ու ասենք ծանրագույն մեղադրանք է, չէ, մարդուն ոնց կա, դուք այսօր նկատել եք այս իշխանությունների օրոք ահաբեկչությունը, պետական դավաճանությունը, այո, այդպես տենց բոլորին կարելի է որակել լրտեսնել։ Հասկանում եք, խաղ ու պար է դարձել, բայց ոնց կարելի է տենց մեղադրանք հնչեցնել մարդու հասցեին ու չակնկալել, որ մարդը քեզ մի քիչ էլ ավելի, չգիտեմ, կոշտ, այլ սահմաններից դուրս կարող է պատասխանի։ Ու վերջում ինչ արեցին, այնքան ապաշնոր են, այնքան անտաղանդ են, որ կենդանիներից մեկը քնեցումից փաստորեն չարտնոցով։ Սրանց վրեժխնդրությունը, մանր վրեժխնդրությունը, ուղղակի ամեն անգամ նոր սահմաններ է բացում, նոր հորիզոններ է վրեժխնդրությունը է Տիկին Խամոյան, երբ որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի, օրինակ, այս մեթոդներով կոտրել, ջարդել, ընդդիմադիր այս
կոալիցիան, որը կա Այո, ընդհանուր։ այս բոլոր այդ տեսեք, պետք է երկու մասի բաժանել այն ինչ որ տեղի ունեցել, օրինակ այս դրվագով, Գայիկ Ծառուկյանի դրվագով։ Կա մեծ նպատակ եւ կա այսպես անձնական վրեժխնդրության, այսպես հոգին փառավորելու, այդպես լավ զգալու, գիշերը լավ քնելու, չգիտեմ, տենց երջանկության հորմոններ, որ արտադրվեն, այդ դրվագը կա։ Մեծ կտորը ծրագրի այս իշխանությունների դիմադրության բոլոր օջախները կոտրելն է, թույլ չտալու, որ ձևավորվի դիմադրության մեկ միասնական օջախ։ Դա է մեծ ծրագիրը։ Իսկ դա ինչի է անում Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ այս մի հարցում ինքը ազնիվ է, հարգելի Ռոզաննա։ Ինքը քարոզարշավի ժամանակ, այդ որ ասում էր բոլորին ունեզրկելու եմ։ Այո, ինքը բաց էր խոսում շատ։ Ինքը բաց նաև Հայաստանի Հանրապետության ընտրողներին ասել է, որ եկեք ինձ ձայն տվեք, որ ես օրինակ իր ծրագրում գրված է, որ եկեղեցում պետքա չէ փոփոխություններ իրականացվի, ինքը պետքա որոշի ամենայն հայոց կաթողիկոսը ով է եւ այլն եւ այլն եւ այլն, այսինքն Հայաստանի Առաքելական եկեղեցու ու գործերին ուղիղ պետքա միջամտություն ինքը ունենա։ Ինքը խոստացել է, որ տարածքներ կան, որոնք պետքա հանձնվեն Ադրբեջանին։ Ինքը Ադրբեջանին խոստացել է սահմանադրություն փոխել եւ այդ նույն խոստումը կատարելու այսպես առաջարկությամբ գնացել է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց քվե է խնդրել։ Տեսեք, ի տարբերություն 2021 թվականի խորհրդարանական ընտրությունից ինքը խափում էր մարդուն, ինքը հայ մարդուն խափում էր, չէ՞, հիշում եք, ինքը ասում էր Շուշիի հադրութի դեօկուպացիա եմ անելու, Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է եւ այլն, այսպեսի հայտարարություններ չեն։ Այս ընտրությունների ժամանակ Շատ բաց է խաղում։ Բաց հրապարակային ասելա, թե իր ընտրվելու դեպքում ինքը ինչ անելու։ Եվ ես ցավում եմ, որ մեր քաղաքացիները, չնայած դրան, գնացել են եւ Նիկոլ Փաշինյանին ձայն են տվել։ Իհարկե 50+ չի հավաքել ինքը եւ հավաքական ընդդիմությունը նաեւ 21 թվականի համեմատ շատ ավելի ձայն է հավաքել, բայց ապօրինություններով եւ վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ իրավապահ ուժային մարմիններին քաղաքական գործիք ընդամենը գործիք դարձնելով ինքը կարողացել է ստանալ իր իհարկե ոչ ամբողջապես ցանկալի, բայց իշխանություն ձևավորելու ԲՀԿ-ի մանդատների հաշվին դե օրը ցերեկով մարդը գողացել է 60,000 ձայն։ Օրը ցերեկով գողացել է 60,000 ձայն։ Դա ես չգիտեմ ինչպես կարելի է նկարագրել եւ այլ ինչ պետքա մենք եվրոպացի մեր գործընկերներին բացատրենք, այլ ինչ օրինակ պետքա բերենք ցույց տալու համար, թե ինչպիսի ժողովրդավարության բաստիոնա Հայաստանի Հանրապետությունը։ Բայց պետք է եվրոպացիներին ինչ-որ բան ասել, այս ընթացքում բավարար չէր հասկանալու համար, որ նրանք աչք են փակում ամեն ինչի վրա։ Դուք իրավացի եք, աչք են փակում, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրենց շատ ավելին է տալիս, քան կարող է տալ որևէ ընդդիմադիր, որովհետև ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ես չեմ ճանաչում ընդդիմադիր որևէ ուժի առաջնորդի, որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի, որը պատրաստ է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական առևտրի առարկա եւ ներքաշել այն բոլոր աշխարհաքաղաքական ինտրիգների մեջ, որոնց մեջ ներքաշել է այսօր Հայաստանի Հանրապետությանը Նիկոլ Փաշինյանը։ Սկսած տնտեսականից, այսօր մեր գյուղացին կանգնած է լրջագույն խնդիրների առջև իր մթերքի իրացման տեսանկյունից։ Ակնհայտորեն հարաբերությունները դեռևս կարգավորված չեն Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունները կարգավորված չեն եւ վերջերս նաեւ ես ծաղկի շուկայում էի գտնվում, մարդիկ պարզապես կոպեկներով, բարի ուղիղ իմաստով եմ ասում, իրենց ծաղիկները փորձում էին վաճառել, ծաղիկներ, որոնք մի քանի 10,000 դրամ արժեին ժամանակին, որովհետեւ մարդիկ պարզապես չեն կարողացել իրացնեն իրենց ապրանքը համապատասխան շուկաներ, դրսի շուկաներ։ Եվրոպական տարբեր շուկաներ են գտել, մարտակոսը ջեմ է արդեն պատրաստում։ Գիտեք, ես ուզում եմ մեր ինտելեկտը լսողների չվիրավորենք, որովհետև այդ մարդիկ են, ովքեր հասկանում եք, այսօր կանգնած են իրենց
բերքի գլխին եւ չգիտեն իրենց բերքը ինչ անել։ Հասկանում եք, այնքան զավեշտալի այդ կապիկությունները ջեմ պատրաստելու, չգիտեմ, 5 հատ ծիրանից ինչ որ 2 բանկա ջեմ պատրաստելու եւ այլն, այնքան հումորներ հիմա կարող ենք Ռոզաննա իրար հետ անել, հասկանում եք, բայց դրանից իրավիճակի լրջությունը չի ողբերգականությունը իրավիճակի, դրանից չի մեղմանում, հասկանում եք, մարդիկ գիտեք ինչ էին արել իրենց ծաղկի բաները, այդ ջերմոցները, պարզապես խոտը ոնց են հնձում, այդպես հնձել են ու այրել են իրենց ծաղիկները, որովհետև չեն կարողացել իրացնել մարդիկ, ուղղակի իրացնելու խնդրի է, բայց ձեզ ուրիշ բան էլ ասեմ, բայց կային նաև օրինակ մարդիկ, այս կոնկրետ այս օրինակի վրա ուզում եմ նկարագրել բոլոր երանգները, բոլոր շերտերը, այսպես ասած, մեր խնդիրների, ընկալումների, մարդկանց ընկալումների, չէ, որոնք ուզում էին խոսել, բայց որոնք ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, մենք Նիկոլ Փաշինյանին ենք ընտրել, նրանց ծաղիկ արդեն չորանում, բայց մենք Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ պետքա եվրոպական շուկաներ արտահանի, Հոլանդիա պետքա արտահանի մեր ծաղիկները, ես չգիտեմ, հասկանում եք, ես փորձում եմ այս կողմից, այն կողմից մարդուն բացատրել, որ քո ծաղիկը հարգելիս, լավ, քո ծաղիկը հասել է, բայց այն տոննաների ծավալները, որ գնացել է, չի լինելու, պարզապես չի լինելու, դա իրատեսական չի։ Շատ լավ օրինակ էր, որ այո, այս ամեն ինչից հետո, երբ որ բաց է խոսում Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ խնդրին է առաջվում քաղաքացին, բայց քաղաքացին չի հիասթափվում կամ գնում է ընտրում է Նիկոլ Փաշինյանին եւ ելի շարունակում է հավատալ մի բանի, որը իրականության մեջ գոյություն չունի։ Այստեղ ո՞րն է խնդիրը հասարակության մեջ, ինչու չկա այդ գիտակցումը, որ այ ընդդիմադիրների ասածը ի վերջո լավ ամբողջովին չէ իրական, բայց գոնե ճշմարտության հատիկ կա։ Ինչու չեն հավատում ընդդիմադիրների ասածներին։ Տեսեք, խոսքը ոչ թե ընդդիմադիրի ասածին չհավատալու մեջ է, այլ զուտ պարզ մարդկային հոգեբանական է։ Մարդը չի ուզում ընդունի, որ ինքը սխալվել է։ Կոնյակի գործարանի, եթե չեմ սխալվում, աշխատակիցն էլ 3 հայտարարում էր, որ հիմա պարապուրտի են, չէ՞, մատնված։ Հազարավոր մարդիկ պարապուրտի են մատնված, հասկանում եք։ Ռեստորանները փակել են, մարդիկ իրենց հարսանիքները պլանավորել են, չէ՞, հայերենը գիտեք ոնց են կազմակերպում, չէ՞, ամեն ինչը։ Մեկ տարի շուտ։ Հա, հասկանում եք, այսինքն հազարավոր մարդիկ այսօր պարապուրտի են մատնված, նույն կոնյակի գործարանի, չէ՞, աշխատակիցը, ասում է ես Նիկոլ Փաշինյանին եմ ընտրել, բայց sense բան իրանից չէի սպասում, հասկանում եք։ Մարդը միևնույնն է, շատ դժվար է ընդունել քո սխալը, հասկանում եք։ Եվ նաև երբ որ հաճախ ներսում քննարկումներ ենք ունենում, թե ինչու չի ստացվում իշխանափոխություն իրականացնել փողոցով, ես միշտ մի բան եմ ասում տեսեք, մարդիկ մի անգամ 18 թվականին արել են, հետո հասկացել են, որ սխալվել են։ Մարդը կարող է հրապարակային չընդունի։ Օրինակ դուք իր հետ որպես լրագրող, ես որպես քաղաքական գործիչ կարող եմ խոսալ, երբեք չի ընդունի։ Մեծամասնության մասին է բնականաբար խոսքը։ Երբեք չի ընդունի, որ ինքը սխալվել է։ Բայց երբ որ ինքը նորից տեսնում է փողոցային պայքար, նորից փոփոխության, նորից մտածում է կարող է այս անգամ էլ սխալվեմ։ Պարզ մարդկային հոգեբանական խնդիրներ են սրանք։ Մարդը հասկանում եք 10 օր առաջ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, հիմա չի ուզում, ինքը պատրաստ չի, հասկանում եք 10 օրվա ընթացքում ընդունել, որ ինքը սխալվել է, որ ինքը երրորդ անգամ օրինակ սխալվել է, հասկանում եք։ Դժվար է դա։ Հոգեբանորեն իսկապես դժվար է գտնել այդ ուժը, այդ համարձակությունը եւ դիմացինին ասել, այո, ես սխալվել եմ, բայց նաեւ ուզում եմ ասել, որ փաստ է, չէ, որ 2021 թվականի ընտրությունների համեմատ 26 թվականին ավելի շատ թվով հավաքական ընդդիմություն, ավելի շատ 550,000 ընդդիմադիր ձայն կա այսօր, ավելի շատ, քան 21 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եթե կան խախտումներ ընտրությունների ժամանակ, եթե չկա փողոց, դուք ինչպես եք պատկերացնում այս մանդատներով, որը արդեն որոշել եք վերցնելու եք, պայքար իշխանության դեմ։ Այսինքն դուք ունեք 12 մանդատ, ուժեղ Հայաստանը 29 մանդատ։ Այդքան մանդատով դուք ինչ կարող եք անել խորհրդարանում։ Տեսեք, խնդիրը մանդատով ինչ-որ բան, այս պահին ինչ-որ բան անելու այդքան հարցը չի, որքան այն, որ այս փուլում գոնե քննարկվում էր
մանդատով, թե առանց մանդատի պայքարը շարունակելու մարտավարությունը ընտրելը։ Այսինքն քննարկումները հիմնականում այս կոնտեքստում էին ծավալվում, այս համատեքստում էին եւ ակնհայտ է մի բան, որ այնպես չի, որ եթե ընդդիմությունը չվերցներ մանդատները, գեներացվելու էր մեծ փողոց եւ հնարավոր էր լինելու այս իշխանություններին 1-2 օրվա ընթացքում այսպես հեռացնել իշխանություն։ Այդպես չի։ Ես կարծում եմ, որ մենք պետքա հասարակության հետ, մարդկանց հետ լայն զանգվածների մասին է խոսքը։ Խոսքը միայն, գիտեք, մեր համակիրների, մեր համախոհների, մեր նեղ աջակիցների շրջանակի մասին չի։ Առելի թիվը 550,000 մարդը, պատկերացնեք, կես միլիոնից ավելի մարդու մասին է խոսքը։ Մենք եւ իրան գնացել են, դες քվե են տվել, որ դուք իշխանափոխություն իրականացնեք, ոչ թե գնաք ընդդիմադիր դառնաք խորհրդարանում։ Մեզ քվե են տվել։ Այդ մեղադրանքը, Ռոզանա, գիտեք, կար նաեւ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եվ ամբողջ 5 տարի շարունակվեց դա։ Եվ ես միշտ մի բան եմ ասում։ Հայաստան Դաշինքին, Ռոբերտ Քոչարյանին ձայն չեն տվել, որ ինքը իշխանափոխություն անի, ձայն էին տվել իշխանություն վերցնելու։ Որպես իշխանություն էին իրեն ընտրում, հասկանում եք, բայց դասավորվեց ցավոք սրտի իրադարձությունները այնպես 21 թվականին, որ չհաջողվեց դառնալ իշխանություն, հասկանում եք։ Այդ պայմաններում ինչ պետք է անի ընդդիմադիր քաղաքական ուժը, շարունակել պայքարը, չշարունակել պայքարը, շարունակել մանդատներով, շարունակել առանց մանդատների։ Հիմա նույն իրավիճակն է։ Մեզ ձայն չեն տվել, այո, որ մենք դառնանք падգամավոր, ձայն են տալիս իշխանություն դառնալու համար, բայց ցավոք սրտի այս ընտրությունները նախ ես ուզում եմ ասել, որ 21 թվականի համեմատ խայտառակություն էին։ Այն վախի մթնոլորտը մենք փոքր երկրում ենք ապրում, բոլորս ծանոթներ ունենք, բարեկամներ ունենք, պետական ծառայողների ընկերներ ունենք, ուժայիններում աշխատող ընկերներ ունենք, բարեկամներ ունենք, հասկանում եք, մենք շատ փոքր երկիր ենք ինֆորմացիային չտիրապետելու համար։ Այն ինֆորմացիային, ինչ որ կատարվում է ուժային իրավապահ համակարգում եւ պետական ծառայողների այսպես շրջան վախի համատարած մթնոլորտ է եղել։ Հանրապետության հրապարակում, երբ որ վերջին օրը հանրահավաք էր արել, մարդկանց ցուցակագրել են քաղաքապետարանի աշխատողներ, դպրոցի աշխատողներ, դուք լրագրողներ եք, բազմաթիվ մարդկանց ֆիքսել եք, ավտոբուսներով որ բերել են, խայտառակ վախի մթնոլորտ, ինչ որ մի ժամի պետքա իրանք բոլորը ֆիքսվեին, պլյուս մինուսով մարդկանց ներկայությունը հաստատել են եւ ուղիղ տեքստով մարդկանց ասել են, որ աշխատանքից ազատելու ենք, եթե չգանց։ Կազմակերպված տարել են ընտրությունների, հորդորել են այնպես հեռավորությունը պահել, ցույց չտալ, որ մի կոլեկտիվի անդամներ են։ Ես չեմ ասում, թե համայնքներում ինչա կատարվել։ Երևանում ինչ որ չափով ավելի անվերահսկելի է, քան պատկերացնեք փոքր համայնքում, 200 բնակիչ ունեցող համայնքում, ազգային անվտանգության ծառայությունով, համայնքապետարանիով, համայնքապետարանի աշխատակցով, չգիտեմ ինչով, պարեկով եւ այլն, խայտառակ վախի մթնոլորտ է եղել։ Եվ այն բոլոր փաստարկները, որ Սահմանադրական դատարան ներկայացրել են ընդդիմադիր ուժերը, 7 ընդդիմադիր ուժեր, ես չեմ հիշում դեպք, երբ որ Սահմանադրական դատարան այդքան հիմնավոր փաստարկներ են ներկայացվել օրինախախտումների մասով, բայց այո, այս իշխանությունները որևէ ապօրինություն համարում են, որ իրենց համար ցանկացած ապօրինություն իրենց համար մարսելի է, որովհետև ունեն արտաքին աջակցություն, ունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի աջակցությունը, ունեն հավաքական արևմուտքի աջակցությունը եւ համարում են, որ իրենց ներելի է ցանկացած բան։ Հիմա այս պայմաններում, երբ որ դու որոշում ես, որ չպետք է վերցնես մանդատները եւ շարունակես պայքարը բացառապես փողոցային, այսպես ակցիաների կամ բողոքի ակցիաների, բողոքի ալիք գեներացնելու այսպես շրջանակներում, պետք է կարողանաս հաշվարկել, որքանով է նաեւ ինստիտուցիոնալ տեսանկյունից, պայքարի ինստիտուցիոնալության տեսանկյունից, որքանով է արդյունավետ այդ ամեն ինչը մեկտեղված անել, համատեղ անել եւ որքանով է արդյունավետ առանց մանդատների անելը։ Մենք որոշել ենք իդեպ
Ընդդիմությունը միասնական այդ որոշումը կայացրել, մենք ընտրություններից հետո էլ ենք հայտարարել, որ դա պետքա լինի միասնական որոշումը։ Եվ այդ որոշմանն է հանգել ուժեղ Հայաստանը եւ հանգել ենք նաեւ Հայաստան դաշինքը։ Համապատասխան հայտարարությունը մենք տարածել ենք, ես հիմա չեմ ուզում շատ մտնել հայտարարության այսպես դետալների մեջ։ Ես հասկանում եմ, գիտեք, ես մարդկայնորեն վերջերս գործընկերներից մեկի հետ էինք խոսում, օրինակ հոգեբանորեն ինձ համար ավելի ծանր է եղել 21 թվականի հետընտրական շրջանը, ընտրություններից հետո, որտեղ ինձ համար իմ երևակայության մեջ չէր կարող տեղավորվել, որ պարտված ղեկավարը կարող է վերընտրվել։ Հազարավոր տղաների մահվան պատճառ դարձած հայրենիքի կորստի մեղավորը, կամ եթե անգամ եթե օրինակ եմ ասում, իրավիճակ եմ ասում, դուրս գանք այդ գնահատականների անգամ տիրույթից, որակումների տիրույթից, այսինքն այսպիսին են, չէ, հիմնական մեղադրանքները, որակումները, գնահատականները այդ իշխանություններին կամ դավաճանեն կամ ապիկարեն։ Եթե անգամ այս որակումներից էլ դուրս գանք, միայն մի բան, որ այդ իշխանությունների օրոք ա եղել պարտությունը, հայրենիքի կորուստը ու հազարավոր լուսավոր երիտասարդ տղաների մահը, ես չէի կարող պատկերացնել, որ միևնույն է, անգամ այդ հանգամանքում ամենամեղմ ձևակերպումն եմ ես ասում, իշխանությունների օրոք ա եղել այդ ամեն ինչը։ Ես չէի կարող պատկերացնել, որ այս իշխանությունները կարող են վերընտրվել, բայց Նիկոլ Փաշինյանը ցավոք սրտի 21 ոչ միայն 21 թվականին կարողացավ 21 թվականին, նաև 26 թվականին, բայց արդեն գործիքակազմի տեսանկյունից, այդ դա է ուզում ասել, որ այդ գործիքակազմի տեսանկյունից այս ընտրությունները շատ ավելի խայտառակ են եղել, ահռելի վարչական ռեսուրս է կիրառվել, վախի սարսափելի մթնոլորտ է եղել, բայց նաև այո, ինչ որ մի չափաբաժին մենք չենք կարող մեզ խաբել եւ չընդունել, որ մարդկանց ինչ որ մի զանգված էլ եղել է, որ օքեյ է եղել Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած գաղափարների հետ, չգիտեմ, Ադրբեջանի նոր տարածքներ հանձնել, առանց որևէ լավարկող փաստաթղթի խաղաղության համաձայնագիր կնքել, մենք գիտեք չենք կարող չընդունել, որ այդ մարդիկ էլ կան։ Ես երբեմն տեսնում եմ, որ ամբողջությամբ խոսույթը գնում է նրա, որ ամբողջությամբ է ԿՊ-ն իր ձայները կեղծել, ամբողջությամբ չի կեղծել, ինչ որ հատվածն է կեղծել, որով ինքը ստացել է իշխանություն, բայց ինչ որ մի հատված էլ մեր հասարակությունում, մեր կողքը ապրում են մարդիկ, ովքեր օքեյ Նիկոլ Փաշինյանի գործունեությամբ։ Ձեր ուժը ամենաշատն էլ այս տարիներին կռիվ տվել Փաշինյանի հետ եւ դուք առավել շատ եք նրան ճանաչում մեթոդները, ինչպեսին է նա գործում ընդդիմադիրների հանդեպ, ինչպես է գործում եւ տեսեք, այդ ամեն ինչով հանդերձ դուք գիտեք նաեւ, որ եվրոպացիներից ինչպիսի աջակցություն է ստանում։ Դուք ինչ հաշվարկով եք գնում այս ընտրություններին։ Արդյոք չգիտեք, որ պատկերը հենց այսպես էլ կլիներ։ Այսինքն, գիտեք, ես այնքան մեծ է հիմա ցանկությունս, բայց ոչ թե ձեզ այսպես մեղադրանքը ուղղվում, այլ ինչ պետք է անեինք։ Այսինքն չմասնակցեինք ընտրություններին։ Մասնակցեիք ընտրություններին։ Ասում են, որ դուք գնացել եք ընտրություններին ճիշտ ձևով, չեք ձեր գործելավոճը առաջ տարել, որպեսզի կարողանաք կոտրեք այդ Փաշինյանի շուրջ ստեղծված այդ հասարակական աջակցությունը։ Տեսեք, բայց ամեն ինչ մենք նախորդող ես նաև մարտավարության հետ կապված ասում են սխալները։ Իհարկե ձեր քարոզարշավը շատերն եմ ես լսել եմ անձամբ, ասում են լավներ, բայց ասում են ընդդիմադիրների ամբողջական մարտավարությունը չբերեց ճիշտ արդյունքի։ Իսկ դուք համոզված եք, որ եթե չլիներ օրինակ այդ մարտավարությունը, չլիներ այն խնդիրների, ես հասկանում եմ, որ տարբեր կարծիքներ կարող են լինել, տարբեր քաղտեխնոլոգներ կարող են լինել, հիմա այսպես քաղտեխնոլոգների եւ խելացի ինչ-որ մարդկանց եւ խելացի մտքեր արտահայտողների պակաս քաղաքական դաշտում չկա ակնհայտորեն, ես դա ընդունում եմ, օքեյ։ Բայց դուք համոզված եք, որ եթե չլիներ օրինակ մեր մասով եմ ասում, լավ, այն մարտավարությունը կամ այն խնդիրների բարձրաձայնումը, որոնք մեր կողմից արվել են,
օրինակ մենք կկարողանայինք այսքան ձայն հավաքել, գուցե դա էլ կորցնեինք։ Այսինքն մեդալը միշտ հակառակ կողմն է։ Դե ասում եմ մեղադրում եմ, ասում են նախկինից կրկնակի քիչ եք ստացել, նշանակում է լավ չեք աշխատել։ Չէ, այդ նշանակում է, որ ես այս օրինակը մի անգամ էլ եմ ասել, որ նախորդող 5 տարիների ընթացքում մեր աշխատանքի մի քիչ կարող է անհամեստություն իհարկե լինի, բայց նախորդող 5 տարիների եւ խորհրդանական մեր գործունեության արդյունքում եւ փողոցային մի քանի շարժումներ գեներացնելու արդյունքում մենք ստեղծել ենք մթնոլորտ երկրում, երբ որ ավելի շատ հայրենակից 21 թվականի հետ համեմատած ավելի շատ հայրենակից ճանաչել է, հասկացել է եւ տեսել է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը ու այն քաղաքականությունը, որը ինքը այսօր վարում է։ Այո, այդ տարիները եղել են պայքարի տարիներ եւ այդ պայքարի մեջ դու ինքդ էլ կարող ես ունենալ իմիջային վնասներ կարող ես կրել, հասկանալի է։ Բռնցքամարտի ժամանակ էլ միշտ երկու կողմերը վնասվածքներ են ստանում, մեկը հաղթում է, բայց այն մի կողմն էլ է վնասվածքներ ստանում, հասկանում եք։ Այո, մեր հաշվին է եղել։ Մեր աշխատանքի, տնային աշխատանքի նաև հաշվին ի հայտ են եկել նաև նոր ուժը, նոր միավորը չէ ի հայտ եկել։ Մենք ստեղծել ենք, չէ՞, այդ մթնոլորտը։ Դուք պատկերացնում եք, եթե մենք գնայինք տուն, օրինակ եմ ասում։ Ես հիմա գիտեք, այնպես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե ես արդարանում եմ կամ նեղանում եմ կամ չգիտեմ ինչ, բայց գիտեք, երբեմն տպավորությունն է, որ ավելի շատ այսպես ընդդիմության են մեղադրում, քան իշխանությանն են մեղադրում։ Հատկապես ձեզ շատ են թիրախավորում, այդ առումով երկու կողմից թիրախում եք դուք։ Այո, երկու ամենաշատ։ Ես այնպես չի որ բողոքում եմ, նորմալ է։ Բայց ես ուզում եմ նաև ես սա շատ կարևորում եմ, այս զրույցը շատ կարևորում եմ մեր հայրենակիցների համար։ Այսինքն ես ոչ թե այդ մարդկանց համար եմ հիմա խոսում եւ բացատրվում, այլ մեր հայրենակիցների հաղորդակցությունն եմ ուզում, կապն եմ ուզում հստակ լինի եւ իրանց համար եմ խոսում նաև։ Տեսեք, օրինակ, ինչ էին ասում նախորդող տարիներին, օրինակ, ինչ որ վեճ էր, չէ՞ լինում խորհրդարանում, կռիվ էր, չէ՞ լինում։ Փոխանակ մեղադրեն ասեն, այս սրիկաներ, դուք իշխանություն եք, եք հարձակվում ընդդիմության վրա, եք հարվածում։ Օրինակ հարված ստացողին էին մեղադրում, հասկանում եք։ Հիմա էլ են ասում կգնեք կծեծվեք ընդ, ինչ է գնում։ Այսինքն տեսեք, դա առողջ չի, հասկանում եք, որն է ձեր ասածը։ Այսինքն մարդը եթե պայքարում է, դու դրա համար նրան քննադատում ես, ինչ անի այդ մարդը գնա տուն։ Դու օքեյ ես դրա հետ։ Այսինքն ինչ պետք է մենք անենք, գնանք տուն։ Կամ որ ասում են օրինակ, ասում են աշխատավարձի համար են մանդատները վերցնում։ Գիտեք, իմ համար զավեշտալին, երբ որ օրինակ Նարեկ Կարապետյանին են ասում աշխատավարձի համար, հասկանում, միլիարդատեր է, մարդը միլիարդատիրոջ ընտանիքի անդամ է։ Կամ ասենք մեր ֆրակցիային, օրինակ ասում էին աշխատավարձի համար եք բանանում, մանդատները վերցնում։ Ես լրագրող եմ եղել, տեսնեք, ես լրագրող եմ եղել, հեռուստահաղորդավար եմ եղել ու վատ չեմ վարձատրել, ես ձեզ վստահեցնում եմ, վատ չեմ վարձատրվել, բայց շատ հանգիստ պայմաններում եմ աշխատել, վայելել եմ բացառապես սեր, հարգանք, հասկանաք, ու իմ գործընկերները եւս։ Ես այդտեղ չեմ ճանաչում մարդու, որը խնդիր ունի այդ աշխատավարձով աշխատանք օրինակ գտնելու։ Կամ մնացածին էլ բոլորին մեղադրում են ապօրինի գույք ունենալու, չգիտեմ, թալանելու եւ այլնի մեջ, հասկանաք, այստեղ տրամաբանությունը ինչ որտեղ խաթարվում է, չէ՞, այդ մարդը ուրեմն ինչի պետքա ուզենա մանդատ աշխատավարձի համար, եթե ինքը ինչ որ իրան ինչ որ բաներ են, չէ, վերագրում։ Հասկանում եք, իսկապես ինձ համար անհասկանալի է շարունակ այդ մեղադրանքը։ Սահմանադրական դատարան ենք դիմում, փորձում են տենց ինչ որ Դե ախր կանխատեսելի է որոշումը, ասում են ինչ եք դիմում, եթե կանխատեսելի է որոշումը։ Մեզ համար էլ է կանխատեսելի եղել այդ որոշումը, հասկանում եք։ Կարող ենք ինչ որ այսպես անակնկալի ենք սպասել։ Մեզ համար էլ է դա կանխատեսելի եղել։ Բայց հասկանում եք, քաղաքականության մեջ կան պրոցեսներ, կան քայլեր, որոնք դու պետք է անես։ Դու կարող է այսօրվա համար չի դա, հասկանում եք։ Կարող է մի տարի հետո այդ քո արած քայլը արձանագրված պետք լինի, կարող է 10 տարի հետո, հասկանում եք, պետք լինի այդ ամեն ինչը, կարող է 20 տարի հետո վերադառնանք,
Սահմանադրական դատարանի որոշմանը ու սահմանադրական դատարանի անդամները գործ օրինակ բացվի, տեսնենք ոնց են քննել, հասկանում կարող է ինչ-որ ձայնագրություններ են 6 ամիս հետո հայտնվում համացանցում, հասկանում եք, դու քայլեր եւ գործողություն, դու չպետք է քաղաքականության մեջ առաջնորդվես բացառապես այսպես էմոցիաներով, ասես դե միևնույն է, եթե միևնույն է, այսպես է լինել, ուրեմն ոչ, եթե մենք առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ դե միևնույն է Նիկոլ Փաշինյանը ինչ ուզի անելու, դե միևնույն է, օքեյ, եկեք գնանք տուն։ Դա է առաջարկ, չէ՞, ես միշտ դա հարցնում եմ, ասում եմ, որն է առաջարկությունը, գնանք տուն։ Կամ գիտեք, շատ հաճելի չի։ Ես հիմա օրինակ տեսնում եմ նաև ուժեղ Հայաստանի, այսպես պատգամավորների ուժեղ Հայաստանի նկատմամբ կա այդ հոգեբանական այսպես ճնշում ասեմ, թե ինչ ասեմ, գիտեք, իսկապես հաճելի չի էլի այդ դալիճումը տենց լինելը։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Ես անկեղծ ձեզ վստահեցնում եմ, դա գերագույն հաճույք չի էլի։ Ու ոչ մեկ, մեզանից ոչ մեկ այդ աշխատավարձի բանը չի էլի, ես չգիտեմ ինչ, այնպես չի, որ ինչ որ չգիտեմ ինչքան ահռելի աշխատավարձ է, որ դրա համար պետքա դու անցնես այդ ամեն ինչի միջով էլի, եթե զուտ քո անձնական ցանկությունների, նախասիրությունների եւ շոյվածության մակարդակով նայես հարցին։ Բայց նաև չի կարելի չէ փախնել ամեն ինչից։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն մեզանից յուրաքանչյուրը պետք է այս ընթացքում մի 15 անգամ նեղանար գնար տուն, օրինակ, չէ՞, կամ նեղանար 15 անգամ մանդատը դներ։ Եվ քանի որ դեռ Կամ կանայք օրինակ, ես իմ ամենաչսիրած թեման է, երբ որ տարանջատում են կանանց եւ տղամարդկանց, ասենք այս տարիների ընթացքում իմ կին գործընկերների նկատմամբ ահռելի ծավալի անբարոյական նյութեր են տարածվել, հասկանում եք, ապատեղեկատվությունը այս քաղաքականության մեջ դրանց պետք է ընտելանաք ամեն դեպքում։ Իհարկե պետք է ընտելանաս, մենք հասկանում ենք, բայց նկատի ունեմ, երբ որ դու այդ ամեն ինչի մեջ ես, դու այդ ամեն ինչին դիմագրավում ես, դու չես կոտրվում, չես գնում բարձր գրկում լացուն գիշերները, հասկանում եք, շարունակում ես քո նույն ջանասիրությամբ շարունակում ես, կամ որ դա են հեգնում, ես դա էլ չեմ կարող հասկանալ, տենց ասում եմ, շատ սուր ելույթներ եք ունեցել, կներես, բանդիմադիր պատգամավորի գործը խոսքն է, պարլամենտը խոսելու տեղը չի, այսինքն դա էլ են էլի փորձում ընդհանուր տենդենցիա էլի այս տարիների ընթացքի եւ հիմա էլ այդպես արժեզրկել։ Նիկոլ Փաշինյանի երեսին ասեց, հա, այո, Նիկոլ Փաշինյանի երեսին ասել ենք ու շարունակելու ենք ասել։ Ու այս պայմաններում այդ ես ուզում եմ, որ մի քիչ մեր այս հասկանում եք դաշտը իսկապես առողջանա եւ այդ ընդդիմադիր ես մարդկանց հասկանում եմ, գիտեք, իրանք քաղաքական մարդիկ չեն, ընդդիմադիր ընտրողը քաղաքական մարդ չի, էլի հասկանում եք, ինքը ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդ է, բայց ինքը շատ բան կարող է չհասկանալ։ Այսպիսի բան կա, իրենք շուտ, արագ փոփոխություն են ակնկալում այն ուժերից, որոնց համակրում են, որոնց մանդատ են տալիս։ Այստեղ է գուցե խնդիրը, գուցե իրենք քաղաքականությունից չեն հասկանում, բայց արագ փոփոխություններ են։ Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ այնպիսին, ինչպիսին նախորդ իշխանություններ, այո, կարելի էր Գյումրիից քայլելով գալ եւ վերցնել իշխանությունը, բայց Նիկոլ Փաշինյանը այդպիսին չի։ Նիկոլ Փաշինյանը նման չի իր հանդուրժողականությամբ եւ իր աշխարհայացքով որևէ նախորդ իշխանության, որևէ մեկին նման չի։ Նիկոլ Փաշինյանը, ես դա եմ ուզում հասկանան մեր հայրենակիցները, բոլոր հայրենակիցները, բոլոր ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ։ Նիկոլ Փաշինյանը իր աթոռը պահելու համար ամեն ինչի է պատրաստ։ Ես մի օրինակ եմ ուզում բերեի, բայց եթերայինչի չեմ բերի։ Ամեն ինչի պատրաստ է այդ մարդը, որտեվ ինքը նորից եմ ասում 1000 անգամ դա ասել եմ։ Ինքը իշխանությունը ուղիղ ասոցացնում է իր ֆիզիկական անվտանգության հետ։ Այդ մարդը Արցախ է տանուլ տվել։ Այսօր հազարավոր մի այդպիսի արձանագրում արեք, մի արեք այդ արձանագրումը։ Դե ընտրվում է նա։ Բայց այդ արձանագրումը մի արեք, որ մարսել է։ Նիկոլ Փաշինյանը դեռ Նիկոլ Փաշինյանը շնչում է եւ այդ արձանագրումը մի արեք, որ ինքը մարսել է։ Որևէ մեկ այդ արձանագրումը չի կարող անել։
ինքը 3 անգամ մեծացած եռաբլուրի պատճառը հասկանում եք։ Ինքը ախր մենք կարող կամ մեր հայրենակիցները իրանց այն տված մարդիկ չպատկերացնեն, չէ, ծավալ է այն ամեն ինչի ինքը որ արել է, բայց ինքը հո գիտի ինչ արել։ Ինքը գիտի ինչ արել։ Ինքը բոլորից լավ գիտի ինքը ինչ արել, հասկանում եք։ Եվ 20 թվականին, եւ դրանից հետո ինքը հո գիտի իր արածները։ Դրա համար ինքը իշխանություն եւ ֆիզիկական անվտանգություն նույն բանն է համարում։ Ինքը իշխանության պահպանության մեջ տեսնում է իր ֆիզիկական անվտանգությունը։ Դրա համար եմ ասում, ամեն ինչ ինքը պատրաստ է այդ աթոռը պահելու համար։ Ու այո, հեշտ չի։ Պոկելաթորից։ Հեշտ չի, այո, ես չեմ ուզում մեր հայրենակիցներին, գիտեք, ես հասկանում եմ, որ ես շատ կարևորում եմ, ամենակարևոր բանը համարում եմ մեր հասարակության հետ ազնիվ ուղիղ խոսալը եւ բացատրելը, որ այո, հեշտ չի, բայց կարևոր արձանագրումը, որ ուզում եմ անել, մեր մասով կարող եմ ասել, Հայաստան դաշինքի մասով կարող եմ ասել, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով կարող եմ ասել, 18 թվականից մինչև այսօր պայքարում է, կարող էր չգալ, չէ, քրեական գործ կհարուցեին, ինչպես շատերի դեպքում հետախուզում կհայտարել, ինքն ինչ որ միտեղ կապրեր, չէ, այս դաշինքներ չէր ձևավորվի, այս պայքարներ չէր լինի, չգիտեմ ով կլիներ, ընդդիմադիրի օրինակ դեմ, չգիտեմ ով կլիներ։ Հասկանաք, ամենակարևոր արձանագրումը, որ ուզում եմ անել, դա այն է, որ մենք չենք կոտրվել, մենք մեր խրամատը չենք լքել, չենք լքելու, շարունակելու ենք պայքարել եւ որևէ մեկը չգիտի, թե 1 ամիս հետո ինչա լինելու։ Իրադարձությունների ընթացքը ինչպիսին է լինելու եւ այդ պայմաններում նաեւ զուտ մանդատների հետ կապելով նաեւ շատ կարևոր է, որ այո, այդ մանդատները լինեն այն մարդկանց մոտ, ում 550,000 մարդ ձայն է տվել։ Ամփոփելով, ուզում եմ նաև հարցնել, այսօր հանդիպում է եղել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, թիմի անդամները, քննարկել եք խմբակցության ղեկավարով կլինի ընդհանուր ապագա խորհրդարանի, այսպես ձեր գործունեության հետ կապված ինչ հարցեր են հստակեցվել։ Այսօր եղել է հանդիպում երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դաշինքի լայն կազմի հետ ընտրական ցուցակի, այսինքն խմբակցությունը դեռևս ձևավորված չի, հետևաբար նաև խմբակցության մանդատները նկատի դեռևս բաշխված չեն, այդ մասով չեմ կարծում, դուք գիտեք, որ 12 մանդատ է հասնում մեզ, առանձնատուկ, այսպես անակնկալներ տեղերի մասով չեմ կարծում, որ լինի հանրության համար, բայց քանի որ ֆրակցիան դեռևս ըստ էության ձևավորված չի, խմբակցության ղեկավարի, քարտուղարի, նաև ազգային ժողովում գործունեության, մարտավարության, ռազմավարության մասով քննարկում դեռևս չի եղել այդ մասով։ Ավելի հետընտրական, այո, հետընտրական ընտրություններից հետո նաև հետագա, այսինքն դաշինքի կազմով հետագա գործունեության արդյունավետության վերաբերող հարցեր են քննարկվել այսօրվա հանդիպման ժամանակ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։